Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն սկսում է իր աշխատանքային նոր շաբաթը եւ պիտի ասեմ, որ այս նոր շաբաթը մենք հույս ունենք, որ մեզ կբերի ավելի այսպես պոզիտիվ ինֆորմացիա, ավելի շատ հաճելի իրադարձություններ ամենայն դեպս մեր երկրի համար։ Եվ այսօր անցած շաբաթվա անցուդարձի հետ կապված մի շարք հարցերի շուրջ զրուցելու ենք մեր ճանաչված քաղաքագետներից մեկի Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուխյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մարուխյան, տեսեք, շաբաթը իսկապես հարուստ էր անցած շաբաթը իրադարձությունները, բայց մինչ այդ մասին խոսելը ուզում եմ խոսենք ձեր վերջին արտերկիր կատարած այցի Հագայում եք, չէ՞, ինչ առիթով եք։ Միջազգային ցանց գոյություն ունի, որը որ լիբերալ ազատական ուժերի միավորում է, եւ այս միավորումը իր մեջ ներառում է թե եվրոպական միության անդամ պետությունների քաղաքական ուժերին, թե նաեւ ամերիկյան, լատինոամերիկյան, աֆրիկյան, նաև մերձավոր արևելքի տարբեր երկրների ազատական ուժերին եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունը որպես ազատական ուժ անդամակցելով եվրոպական ազատականների դաշինքին մենք նաև հրավիրված էինք այս միջոցառմանը, իսկ այնտեղ քննարկումները հիմնականում այն մտահոգություններն են, որ տարբեր երկրներում ժողովրդավարական ընտրությունների միջոցով մարդիկ գալիս են իշխանության, սակայն սկսում են կռիվ տալ լիբերալ դեմոկրատիայի ինստիտուտների դեմ, ինչպիսիք են դատարանները, ինչպիսին է խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, կարծիքի ազատությունը, մարդկանց բանտարկում են, ոտնարում են նրանց իրավունքները, թույլ չեն տալիս ընտրություններին մասնակցել եւ քննադատությունը չեն հանդուրժում, այսինքն այն process-ները, որոնք որ աշխարհում տեղի են ունենում, դրանք արձանագրված են որպես լիբերալ դեմոկրատիայի յետընթաց։ Եվ քանի որ Հայաստանը նույնպես նմանատիպ խնդիրներ ունի, Հայաստանում նույնպես ժողովրդավարական process-ներով իշխանափոխությունից հետո ընտրություններով իշխանություն է ձևավորվել եւ այդ իշխանությունը չարաշահում է այն հանգամանքը, որ ընտրություններով օրինակ ինքը հաղթել է եւ ոտնահարում է ժողովրդավարության ամենակարևոր կանոնը, որ ժողովրդավարությունը դա մեծամասնության իշխանությունն է, որը սահմանափակված է փոքրամասնության իրավունքներով։ Այսինքն այն իշխանությունը, որը օրինակ այսօրվա, հա, 54% ընտրությունների մասնակիցների ձայնը տարել է, ընտրությունների մասնակիցների, ոչ թե ընտրական իրավունք ունեցողների, շատ քիչ է դա։ Դա չի նշանակում, որ այն մնացածների իրավունքները չպետք է հարգի եւ այն մնացածների կողմից ընտրված ներկայացուցիչներին կամ ունեցած ներկայացուցիչների իրավունքները պետք է ոտնահարի։ Այսինքն Հայաստանի վրա որ օրինակը բերեմ, որպեսզի ավելի պարզ լինի հեռուստադիտողին, այս քննարկումներն են, որ ոնց է լինում, որ ժողովրդավարական հռչակված լիդերները գալիս են եւ սկսում են դառնալ ավտորիտար, ոտնահարում մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, դատարանները դարձնում դակիչ գործիք, մարդկանց բանտարկելու, իրենց քննադատներին բանտարկելու գործերով եւ նմանատիպ հավաքները կարևոր են, որ յուրաքանչյուրը իր երկրի վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացնում է, բնականաբար նաև ես ուզում եմ մի դրվագ պատմել, որ Դանիայի ներկայացուցիչը ինձ հարցրեց, ասեց հիմա Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական մշակույթի արժեքները, հա, ժառանգությունը, եկեղեցիներ, խաչքարեր, դպրոցներ, չէ, ինչ ունենք, ինչ վիճակում են, դա ասեցի հողի վրայից հավասարեցնում են, վերացնում են ուղակի, եւ ասեցի մենք ունենք արբանյակային լուսանկարները, որ եկեղեցին կա, այն մյուս դրվագում չկա, դպրոցը կա, այն մյուս դրվագում չկա, հողին են հավասարեցվում, նաեւ ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների խնդիրը, նրանց էթնիկ զտված լինելու, Ադրբեջանում բռնությունների են ինչ-որ տեղի ունեցել եւ նաեւ հայ բանտարկյալները, ովքեր որ հենց հիմա ադրբեջանական բանտերում են եւ այդ կեղծ շոու հիշեցնող դատավարություններով անցնում են, հա, այդ խոշտանգումների դա մի ամբողջ ընթացք է մեր հայրենակիցների համար։ Այս իմաստով կարծում եմ բավականին կարևոր էր, որովհետեւ ադրբեջանական ռոպագանդան շատ ուժեղ է, չպետք է թերագնահատել, եւ նրանք իրենց մոտեցումներն են ներկայացնում այս ամեն ինչի վերաբերյալ, եւ շատ կարեւոր է որ հայկական ճշմարտությունը նույնպես հնչեցվի։
Եվ նմանատիպ հարթակներում հնչեցվի, որովհետև Ադրբեջանը լինելով դիկտատուրա, լինելով ոչ ժողովրդավարական երկիր, փորձում է անընդհատ հավասարի պես շփվել ժողովրդավարական պետությունների այդ ակումբներում եւ պետք է դա թույլ չտալ եւ պետք է նրանք անընդհատ ունենան այն ճնշվածությունը, որ իրենք չեն կարող ժողովրդավարական երկրների հետ հավասարի պես նստել, քանի դեռ չեն արել չեն վերականգնել մարդկանց ոտնարված իրավունքները շատ մեծ է այս թեման չմանրամասնեմ ավելի, բայց կարծում եմ այս իմաստով պետք է հետևողական շարունակել, այսինքն տեսեք մեր իշխանությունները մեր ժողովրդին դեմոտիվացնում են մեր իրավունքների պայքարի համատեքստում, որ պետք չի, հանձնվեք, ինչ ուզում են տվեք, դուք կործանված եք, այսինքն մոտավորապես այդ քարոզչությունը դրա մասին է, այսինքն ավարտված վիճակ։ Իսկ Ադրբեջանում Ադրբեջանը իր ժողովրդին, Ադրբեջանի առաջնորդները իրեն ժողովրդին մոտիվացնում են զավթողականության ավելին ստանալու, ուրիշին է խլելու, ուրիշին է ձևախեղելու, փոխելու, իրենց է ներկայացնելու, նոր գիտություն ստեղծելու ռոպագանդայի իմաստով։ Հիմա օրինակ Իլհամ Ալիևը հո պարապ չէր գնաց, ասենք, գիտությունների իրենց ակադեմիայի 80-ամյակին ելույթ ունեցավ ցարական ինչ-որ քարտեզների մասին, որտեղ որ Սևանը չկա եւ գյոյչա է։ Եվ հանձնարարեց գիտնականներին, որ գիտնականները աշխատանք տանեն, որպեսզի հիմնավորեն, որ չի լինելու Սևան, լինելու է գյոյչա։ Հիմա Հայաստանում տեսեք երկրի ղեկավարը մեկնաբանում է, փորձում է հիմնավորել, որ Ալիևը վատ բան չի ասում։ Ասում են ներքին լսարանի համար, այդ ապուշությունը շարունակում։ Իսկ ներքին լսարանը ովքեր են։ Ժողովուրդ, որը պատերազմում է, ժողովուրդ, որը գնում է բանակ, որ գա հայ սպանի։ Այսինքն ներքին լսարանի համար է շատ վատ է, որ ներքին լսարանի համար է։ Եթե այդ կարծիքին են, շատ վատ է։ Իսկ մենք մեր ներքին լսարանին ինչ ենք ասում։ Մեր իշխանությունները մեր ներքին լսարանին ինչ է ասում։ Ասում Ալիևին հումանիզացնում է, որը պատերազմի հանցագործ է։ Ավելին, քաղ ներկայացուցիչները այդ քաղ կազմակերպությունների հանդիպումից վերադարձան, երբ որ այս պատվիրակները Ադրբեջանից բան։ Մի այնպեսի ոգևորությամբ Ադրբեջանի ժողովուրդը ամենախաղաղասերն է, նրանք պատերազմ չեն ուզում, Ալիևը չի էլ մտածում այդ մասին, նրանց պետք չի պատերազմը, նրանք խաղաղություն են ուզում։ Ես չեմ հասկանում, սա դիտավորյալ է։ Տեսեք, խաղաղություն են ուզում այն դեպքում, որ Հայաստանը լինի արևմտյան Ադրբեջան։ Հիմա եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն է ինքը դառնա արևմտյան ադրբեջանցի, որևէ պատերազմ չի լինելու, ինչ խնդիր կա։ Եթե դուք ինչ որ ունեք, պատրաստ եք զիջել, ձեր պատմությունը պատրաստ եք ընդունել, որ կեղծում են, պատրաստ եք ձեր հազարամյա ժառանգությունը, սրբությունները թույլ տալ, որ պղծեն, հա, որ ինչի համար պետք է լինի պատերազմ։ Այնա ինչ ուզում են, տալիս եք։ Ասենք անգամ նորմալ ձևակերպված չկա, թե ինչի Արադ լեռը պետք է հեռացվի հայկական պետական փաստաթղթերի կամ չգիտեմ զինանշանի վրայից, դուք process-ը սկսե արդեն հանում եք։ Ինչի մասին է խոսքը, ինչ պատերազմ։ Արգելված բան է դառել։ Հա, գիտեք, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ այդ պատերազմի այդ ահը, այդ բանը, որ ասենք պատերազմը ընդհանրապես պետք է հասկանալ, ինչի է եղել պատերազմ։ Ոնց է եղել, որ պատերազմ է եղել։ Այսինքն նրանք, ովքեր մեր գլխին բերել են պատերազմ, մեզ ամեն օր քարոզում են խաղաղություն։ Այդպես չի լինում։ Դա չի ստա, այսինքն դա իրար հետ չի համընկնում, էլի։ Ինչ վերաբերում է քաղաքասարակության փորձագետներին, որ նրանք գնացել են, գիտեք, մի եթերում էլ են բացատրել։ Վերջին հաշվով ինչ մենք նկատի ունենք, երբ որ ասում ենք փորձագետներ։ Որևէ ոլորտի փորձագետ լինելու համար տվյալ անձնավորությունը պետք է ունենա տվյալ ոլորտի փորձ, փորձառություն եւ գիտելիքներ։ Եթե մենք դիտարկենք, որ հիմա ամեն մեկին հրավիրում են եթեր, նրա անվան տակ է տիտրում գրում են փորձագետ, պետք է հասկանան այդ մարդը ոնց է փորձագետ, էլի, այդ փորձը որտեղից է ձեռք բերել, այդ գիտելիքները որտեղից է ձեռք բերել, ինչա քարոզում այդ մարդը, երբևէ որտեղ է աշխատել, իր աշխատավարձը ով է այս պահին տալիս, իր տունը ով է այս պահին պահում, որ հասկանանք նրա ասածը որտեղից է գալիս, նա այդ ինչ է մեզ ասում, նա ինչ է մեզ սովորացնում, թե չէ հիմա, այսինքն ամեն մարդը որ մեզ գա մի բան քարոզի, մենք հալածյուղի պես պետք է ընդունենք, չպետք է նայենք դրանք այս մարդը որտեղից է գալի, ինչ է ուզում ասի մեզ։ Հիմա ես շփումներին դեմ չեմ, Հայաստան-Ադրբեջան շփումներ միշտ է եղել, եւ լրագրողների միջև, մշակութային գործիչների միջև, ինչ որ պայերի սրում է եղել, դադարել է, բայց միշտ էլ Թիֆլիսում բանում հանդիպումներ եղել է։ Բաքվում էլ եղել ՀԱԿ-ի շրջանակներում, տարբեր Եվրոնեսթի, չգիտեմ, տարբեր կոնֆերանսների բանի, ՆԱՏՕ-ի վեաժողովի
Այս իմաստով մենք սա նորություն չէ, սա մեծ ներկայացնել որ վայ, մի հատ անհնարին բան էր, բայց Ադրբեջանը այդ եթեր օրինակ տեսեք իրենք գնացել են անգլերեն լեզվով հարցազրույց կա այնտեղ, որ շատ ուրախ նստած խոսում են, ասում այս ինչ լավ է բան, որ ամեն ինչ ավարտված, ամեն ինչ նորմալ, Ադրբեջանը դա շատ արդյունավետ օգտագործում է միջազգային հանրությանը ներկայացնում, որ նայեք որ մեր մոտ էթնիկ հայերի նկատմամբ, էթնոսի նկատմամբ ֆոբիա չկա մենք հայատյացություն չենք քարոզե մեր դպրոցներում, մեր մանկապարտեզներում, մեր բանակում, մեր պետությունում չկա նման, նայեք ինչ ոսկի մարդիկ են նստած իրար հետ շատ հանգիստ զրուցում են։ Իսկ ինչի համար է դա պետք Ադրբեջանին, որպեսզի իր վրայից մաքրի իր ցեղասպան քաղաքականության Լեռնային Ղարաբաղի 150,000 ժողովրդի էթնիկ զտման մեղքը Այսինքն դուրս է գալիս, որ ոչ մի ադրբեջանցի advocat, ոչ մի բրիտանացի, ոչ մի, չգիտեմ, որևէ աշխարհի ամենալավ advocate-ը, փաստաբանը չի կարող այս վերքերը, այս մեղքը նրանց վրայից մաքրել, բայց մենք տեսնում ենք, որ ասենք մենք հայերս, հայկական պետությունը իրանց օգնում է, որ հայկական պետության խնդրը հայկական պետության նկատմամբ, հայկական հայ ժողովրդի նկատմամբ արված հանցագործությունը մաքրվի։ Մենք օգնում ենք, որ մեր բանը ցեղասպանը ներկայանա որպես մաքուր մարդ եւ բարեկամ, ասենք, չէ՞, Թրամփը նաեւ ասում է բարեկամն է ձեր, բան դուք արդեն բարեկամներ եք, աղբերներ եք արդեն։ Գնացեք իրար հետ ապրեք։ Էս է եւ հաջորդ քայլը լինելու է բնականաբար այն, որ դե քանի որ մենք էթնիկ խնդիր մենք ցույց տվեցինք, որ չունենք Ադրբեջանը։ Հետեւաբար դուք հայերը պետք է նույնպես ցույց տաք, որ դուք չունեք էթնիկ խնդիր։ Իսկ ոնց հայերը կարող են եւ պետք է ցույց տան որ էթնիկ խնդիր չունեն, թույլ տան, որ մի քանի 100,000 ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Այն ինչ որ պահանջում է Ադրբեջանի նախագահը։ Այսինքն այո, պատերազմ չի լինելու։ Ձեր երկիրը, ձեր տները, ձեր ճանապարհները, ձեր գյուղերը, ձեր հողերը, ձեր ջրերը, ինչ որ ունեք, դա վերցնելու են խաղաղ ճանապարհով։ Եթե դուք որպես ազգ, այսինքն մենք խաղաղ, հանգիստ, հանդարտ, համերաշխ այս ամեն ինչը տանում ենք, որ հա դե սենց է պետք է լինի, դե հա դե ինչ անենք, դե հա դե սենց հանգիստ սենց բան ենք անում, էլի գնում ենք ինքնաոչնչացման։ Էս է իրավիճակը։ Այո, շատ ցավալի փաստեր եք բերում, պարոն Մարկյան։ Տեսեք, վերջերս տեղի ունեցավ, այդ շրջանն մի օր առաջ փաստորեն տեղի ունեցավ այդ հայտնի ժողովը եկեղեցականների, հա, եպիսկոպոսների այդ ժողովը, որտեղ շատ հետաքրքիր որոշումներ են ընդունել, տեղյակ եք։ Ես տեսա, որ հայտարարություն կա եպիսկոպոսների մի խմբի կողմից, որը արդեն գնահատվում է որպես ընդդեմ կաթողիկոսի եւ արդեն այս վերջին շրջանում ակնհայտ էր, որ պարակտումը այլևս տեղի է ունեցել։ Այլևս մենք կարող ենք ասել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու միաբանները պարակտված են, այսինքն նրանք հիմա բաժանվել են երկու խմբի եւ չեմ բացառում որ այլ խմբեր երևի կաղական, բայց սա ոչ մի լավ բանի մասին չի խոսում։ Երբ որ process-ը նոր է սկսել, երբ որ Ալաշուքյուր Փաշազադեն, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, նոր էր սկսել հարվածի տակ դնել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ իր հայտարարության հենց նույն օրը վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցիները չուլանացված են եւ սկսվեց այս process-ը։ Հենց այդ պայծից ես ասել եմ, որ նպատակը հայկական ամենամեծ, ամենահին, ամենակայացած ազգային լոբիստական նաև կառույց հայ առաքելական Սուրբ եկեղեցին քանդելն է։ Եթե չստացվի այն քանդել որպես ինստիտուտ, ապա գոնե կկարողանան պարակտել եւ վարկաբեկել։ Հիմա մեդիա դաշտում այդ հատուկ տեսանկարահանումներով, ես իմ նյութերով չգիտեմ ինչերով, նրանք արդեն սկսել են վարկաբեկման process-ը եւ նաեւ մենք տեսնում ենք, որ արդեն կա նաեւ պարակտման արդյունքներ։ Եվ այստեղ սա ցավալի է, բայց փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել։ Տեսեք, մի հարց եմ ուզում ձեզ տալ անպայման, խոսքը գիտեք ժուչոկապետություն են հիմա ասում ստեղծում, տեղյակ եք, չէ՞, գաղտնալսումները։ Դե մենք գիտենք, որ բոլորս էլ գաղտնալսվում ենք, բոլորից վերաբերյալ էլ ինչ որ կոմպրոմատներ են հավաքվում, ումը երբ կդրվի սեղանի վրա, ում երբ շանտաժ կանեն դրանով, մենք չգիտենք, բայց որ դա արվում է, մենք ամեն օր դրա ականատեսն ենք։
Էլ չկա դեպք, որ չասեն, որ բա այս ինչին գախտնա լսել ենք, սենց էլ ինչին գախ։ Այսինքն այստեղ քրեական գործ, դատարաններ, թույլտվություն, մարդու անձնական կյանք, մարդու անձնական նամակագրություն, բան գոյություն չունի։ Եվ այս իմաստով նաև երկրում նաև բանկային գաղտնիք, այսինքն այս իշխանության օրոք ժողովրդավարական բոլոր ազատությունները ոտնահարված եւ սահմանափակված են։ Եվ ոչ մի միջազգային կառույց դա ոնց որ թե չի ուզում նկատի կամ չեմ լավ չի ներկայացվում, չգիտեմ, ամեն դեպքում սա խնդրեմա, որ մենք որի հետ մենք բախվում ենք։ Լավ, դուք արի թե կորոնում ատիրքում հանդիպել եք։ Մենք ներկայացնում ենք այդ ամենը։ Բայց տեղ չի ասնում ձեր ներկայացված։ Գիտեք, տեղ հասնում է, բայց հարցը հետեւյալն է։ Կա գեոքաղաքական շահեր։ Մեր այդ գեոքաղաքական շահերի համատեքստում այսօրվա իշխանությունը տեղավորվել է եւ շատ հարցերի վերաբերյալ ես կարծում եմ, որ աչք է փակվում։ Որ օրը որ այս իշխանությունը այդ գեոքաղաքական շահերը չի սпасարկի, այդ օրվանից սկսած իրանք ասեն, որ վայ, բայ դուք մարդու իրավունքները այստեղ ոտնարել եք, վայ, այստեղ դուք ունեք քաղբանտարկյալ, ահա այստեղ sense problem կա եւ այլն եւ այլն։ Մենք դա տեսել ենք։ Սա նորություն չի, սա նաեւ այն ժամանակվա նախորդ իշխանությունների օրոք էլ ասենց եղել։ Եղել են նման իրավիճակներ, երբ որ իշխանությունը կանաչ լույս է ստանում որոշակի աշխարհակաղակական խնդիր լուծելու համատեքստում, ներքաղաքական հարցերի վրա աչք են փակում։ Հետո ինչ որ պահի ասում են, վայ, դուք շատ վատ բաներ եք արել, sense չի լինի։ Լավ, որքան կարող է այդ գործընթացը շարունակվել։ Երկար կարող է այն շարունակվել, որովհետև տարածաշրջանը վերափոխվում է, եւ մեր տարածաշրջանն ըստ էության անցնում է թուրքական պետությունների Թուրքիայի տվյալ պարագայում առաջնորդությամբ ձևավորված աշխարհի վերահսկողության տակ։ Եվ հետեւաբար այդ process-ը երկար գործընթաց է, կարծում եմ, այդ process-ի ընթացքում ոչ մի ներքաղաքական խնդիր չի բարձրացվելու միջազգային հանրության կողմից, որովհետև Հայաստանի իշխանությունները սպասարկում են այդ process-ի բոլոր դետալները։ Այսինքն հանգիստ այս երկիրը մտցնում են թուրքական վերահսկողության տակ։ Էսա տեղի ունենում։ Պարոն Մարուկյան, դե 2026-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ ազգային ժողովի։ Այո։ Եվ այս վերջին թիմ ընտրությունները, մասնավորապես վաղարշապատի խոշորացված այդ թիմ համայնքի ընտրությունը ցույց տվեց, որ իշխանությունները լավ ձևը գտել են, ոնց անեն, որ կարողանան հասնել իրենց ուզածին։ Այդ քաղաքականությունը կարծում եք իրենք պետք է շարունակեն նաև 2026-ի Ես չեմ համեմատի տեղական ընտրությունը համապետական ընտրության հետ, ինչու որովհետև տեղական ընտրության ժամանակ շատ բաներ այնպես չի, ոնց որ օրինակ համապետական ընտրության ժամանակ է։ Տեղական ընտրության ժամանակ եթե իրենք կարողացել են 18 գյուղ միացնեն Վաղարշապատ քաղաքին եւ այդ գյուղերի հաշվին գյուղերում նախկին գյուղապետերին դնելով որպես հավաքանու տեխնացու ձայն հավաքել անձնական մակարդակում, հա, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությամբ։ Այդ նույն բանը համապետական ընտրությունների ժամանակ հնարավոր չի անել, որովհետև ամբողջ տարածքն է համարվում ընտրական տարածք, եւ համապետական ընտրություններն ավելի քաղաքական են։ Այնպես չի որ դու ասես ես մեր թաղի լավ տղեն եմ, մեր թաղացիք թող ինձ ընտրեն։ Համապետական ընտրության ժամանակ քաղաքական խոսքը, քաղաքական ծրագիրը, մոտեցումը, առաքելությունը շատ կարևոր է որ դրվի։ Այսպես է գործում տրամաբանությունը եւ ես տեսնում եմ, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չունի հնարավորություն 50% եւ ավելի ձայն տանելու։ Հետևաբար հակառակ ուղղությամբ, այսինքն ընդդիմադիր դաշտում հնարավոր է տանել այնքան ձայն, որ իշխանությունը փոխվի։ Հիմա ընդդիմադիր դաշտը գործի այնպես, որ շուրջ 20%, 25% ձայն չփոշիանա, տեսնենք, եթե այդպես գործի, ուրեմն մենք այստեղ կունենանք լավ վիճակ։ Եթե սխալները թույլ տան նորից այնպեսին, ինչպեսին որ ժամանակին եղել են, դասես չքաղի, եւ փոշիանա շուրջ 20% ձայն, ապա այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը կմեծանան։ Հա, բայց այսօր կա մի այնպիսի ուժ, որը կարող է համախմբել բոլորին, որ ձեր ասած սխալները թույլ չտան։ Տեսեք անգամ եթե մի ուժ չէ, բայց գոնե 2-3 ուժ իրեն շուրջ համախմբեն մնացած ուժերին, այսինքն ձայն չթողնեն փոշիանա, ցանկացած ձայն որևէ ձևով կապիտալիզացվի դառնա մանդատ, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը կպարտվի։
խոսքը մեկ ուժի մասին չի, էլի։ Հասկանալ է, որ լավ մտածենք մեկ ուժ էլ կարող է լինել, բայց հիմա Բայց դուք տեսնում եք այդ ուժերին։ Ես տեսնում եմ այդ հնարավորությունը կա, ուղղակի պետք է սկսել այդ process-ները, ճուշացնել։ Ես տեսնում եմ, որ այդ հնարավորությունը կա։ Եվ տեսեք իշխանությունը խրախուսելու է, որ շատ ուժեր մասնակցեն։ Մասնակցեք ինչքան կարաք, որ ձայները փոշիացվի։ Այդ խրախուսանքը լինելու է եւ կա։ Բայց դա ձայն է փոշիացնել, էլի։ Բայց ես չի մտահոգում այն փաստը, որ իշխանությունները կարող են այդ դրսից եկած մարդկանց հաշվին իրենց ընտրողների թիվ ավելացնել։ Տեսեք, դրսից եկած մարդկանց հաշվին էլ հիմա Սփյուռքից կգան, որտեղից կգան, մեկը Հայաստանի Հանրապետությունում այդ Սփյուռքի ձայներով էլ ոնց էլ հաշվարկենք Նիկոլ Փաշինյանը չունի 50 գումարած ձայներ։ Հետևաբար հակառակ կողմում էլ եմ ասում, ավելի շատ ձայն կա, որ կարող են նրան փոխել։ Հիմա այդ հակառակ կողմում եղած ձայներով հնարավոր է այդ process-ը կյանքի կոչել։ Կապրենք կտեսնենք։ Կապրենք կտեսնենք։ Դե ես մի հարց եմ ուզում ձեզ տալ, դուք երկար ժամանակ աշխատել եք, համագործակցել եք Փաշինյանի հետ, ինչու է նա այսօր այդպիսի քաղաքականություն տանում, ոչ հայամետ, ես կասեի այսպես։ Գիտեք, ես չեմ կարող ասել, թե հենց, որտեղ ամեն մարդ իր արած գործի մեջ ինքը ինչ որ հավատամք ունի։ Իրենք ներկայացնում են, որ իրենք հավատում են, որ իրենք լավ բան են անում։ Մենք բոլորս տեսնում ենք, որ լավ բան չէ։ Չհասկացա, դրա լավը ո՞րն է։ Տեսեք, որտեղ միայն իշխանությունը պահելու համար ասել, որ ես օրինակ սա անում եմ, որպեսզի ես Mercedes-ով շրջեմ երկրում, կամ ես սա անում եմ, որ ես ունենամ թիկնապահներ կամ ապրեմ կառավարական առանձնատանը, դա մոտիվացիան, որպես այդպեսին դա մոտիվացիան ներկայացնել չի լինում։ Դա մարդ ներկայացնում որ կա առաքելություն, մենք ավելի ինքնիշխան ենք դառնալու, մենք եկել ենք ձեզ փրկենք, չկար պետություն, մենք այն ստեղծում ենք, հա, այսինքն ամեն արհավիկից հետո ասում են պետությունը ստեղծվեց։ Այ հիմա արդեն դուք պետություն եք, մինչև այդ չունեիք։ Ամեն արհավիրք, որ մեզ հետ տեղի ունեցել վերջին 7-8 տարում, եկեք դրանից հետո ասեն մեր պետությունը ավելի է հզորացել։ Հիմա այսինքն Հայաստանը կործանեն վերջացնեն, կարող ասել որ վերջապես մենք ավելի լավ ենք ապրում, ինչ են ասելու։ Հետաբար այդ որևէ իշխանություն ինքը իր սխալները չի ընդունում, նրանք հիմա հրաժարական տված նախկին իշխանությունների հարցազրույցները նայեք, որևէ սխալ չեն ընդունում։ Ժողովուրդը դուրս է եկել փողոց, իրանց մերժել, տուն ուղարկել, ոչ մի սխալ չեն ընդունում։ Դուք ուզում եք գործող իշխանությունը որևէ սխալ ընդունի։ Չի լինում։ Դե ես ես պետք է ասեմ, որ նախկին իշխանությունները այսօր էլ շարունակում են մեզ համոզել, որ իրենք կարող ուժեր են եւ կարող են վերադառնալ։ Դա հնարավոր է, ես չգիտեմ, ժողովուրդը սրանց բացարձակ հնարավոր չի եւ նրանց ցանկացած գծած պլան ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, ոչ մի բան։ Այսինքն փողոցներում մարդիկ խորոված են արել, ասենք Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, Սերժ Սարգսյանը մտածում ենք կարա վերադառնա, աբսուրդ է, անգամ ընտրական բարիերը հաղթահարելու խնդիր ունեն, ուր որտե կարան վերադառնան։ Աբսուրդի ճանաչից է։ Չի կարող լինել նման բան։ Իսկ դատախազության, դատաիրավական համակարգյան հայտարարությունները, որ նախկինները պետք է այսքան վերադարձնեն, այսքան հանձնեն, այդ տան դա ռեալ է թե հերթական է այդպես 7.5 տարի է իշխանության են 7.5 տարի մենք սա լսում ենք սա ռոպագանդայի մի մասն է որ պետք է հետ տան պետք է խլենք պետք է անենք պետք է անենք բայց մենք տեսնում ենք որ այդ նախկին թալանչի գողավազակները այսօր աղբերացել են գործող իշխանությունների հետ ավելի լավ հնգերություն են անում իրար հետ նույն փողերը եւ մի բան էլ ավել աշխատում են, որտեղ այսօր տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան առաջ, այսինքն իրանց բիզնեսները ավելի ծաղկուն են այս պահին եւ ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրել։ Նայեք, Միքայել Սրբազանը, Շիրակի թեմի առաջնորդը, բանտում է նախքին ոչ մի հանցագործի վերաբերյալ դատավճիռ չկա։ Միքայել Սրբազանի վերաբերյալ դատավճիռ կա։ 7.5 տարի է երկիրը թալանած, դեռ ասում են բանակը թալանեցին, ասացին, մի հատ դատավճիռ չկա։ Բայց այս խուժանության համարով պետք է պատասխան տա։ Նույնը ասենք, Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատավճիռ չկա, բայց տեսեք, նստած են բանտերում մարդիկ, ովքեր բացարձակ այս երկրի անցած տարիների խնդիրների, արհավիրքների հետ կապ չունեն, չէ՞։
Իսկ ովքեր ունեն վայելում են իրենց կյանքը, վայելում են բառիս բուն իմաստով, վայելում են իրենց կյանքը։ Դեպաբար ես համարում եմ, որ նրանք այս իշխանության եղբայրներն են, ընկերներն են, հարազատներն են եւ հանցագործության մեջ հանցակիցներ են նրանք, որտեղ այդ հանցագործները չեն պատժվել եւ չեն պատժվում եւ ես չեմ էլ հավատում, որ պատժվելու են։ Ուղղակի հեմեկով ամեն օր ցույց կտան, որ էլի ժողովրդին խափեն, տանեն, ասեն նայեք սրանց խլում ենք, սրանց դեմ ենք կռիվ տալի, էլի մեզ ընտրեք, էլի մեզ մանդատ տվեք, բան, որ ժողովուրդը էլի իրանց ընտրի։ Բայց այդ ամեն ինչը իրար հետ գումարած եմ ասում ձեզ, 50-ը չի անցնում։ Ասֆալտը, դպրոցաշինությունը, մանկապարտեզ կառուցելը, ինչ որ կա, ինչ որ իրանք հիմա որպես դրականություն են տալիս, այդ ամեն ինչի գումարը, հանրագումարը 50%-ը չի անցնում։ Հետևաբար էլի եմ պնդում, որ ընդդիմադիր դաշտում կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանին փոխելու։ Եղավ, շնորհակալ եմ, Ես որ եկաք, սիրելի բարեկամներ, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մանուկյանն էր մեր տաղավարում, մենք հույս ունենք, որ առաջիկայում նրա հետ մեր կապը կմնա եւ պարոն Մանուկյանը առիթի դեպքում նորից կգա մեր տաղավար։ Այսօր այսքանը, ցտեսություն։